Սրբազանին ասացի Սրբազան, ինչքանով է ճիշտ, որ ձեր նման հոգևորականը ժառանգներ չունենա, ինձ պատասխանեց, ասաց, ես բոլոր երեխաներն են իմ ժառանգները, այսինքն նրանք ապրել են իրապես հայրենիքով Հայաստանով, եւ ես տեսնում եի, թե ինչ շունշան որդիներ, պատերազմի օրերին գլուխները կանացի բարտիկների մեջ խրած դիշով կեք, հելել ու անվանարկում են այն հոգևորականին, ով նաեւ զենք էր վերցրել Արցախյան ազատամարտում, ով միշտ է կանգնած եղել զինվորի կողքին։ Ես որ մասնակցել եմ ուրեմն ամանորյա հանդեսների զինվորների հետ խրամատներում առաջին գծում, Բագրատ Սրբազանն է եղել պատճառը, ոչ միայն ինձ, շատ արվեստի գործիչների հրավիրել է, տարել է, պահանջել է նաև, որ զինվորի կողքը պիտի լինեք։ Դուք պիտի գաք, այո, զինվորի հետ ամանոր նշեք այդ հյութերով, չգիտեմ, գաթաներով, եւ այո, դուք պիտի կարողանաք, բայց մենք որ գնում էինք ոչ թե մենք էինք նրանց այդ ոգեղենությունը հաղորդում ուժը, այլ նրանք մեզ